Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած գործարարություն եւ մարդու իրավունքներ ուղեցույց է ստեղծվել եւ դրա նպատակը այն է, թե ինչու է կարևոր, որ բիզնեսն իր գործունեության ընթացքում հարգի մարդու իրավունքները։ Եվ մեր հյուրի հետ միասին հասկանալու ենք, ինչ է նշանակում առհասարակ, երբ որ բիզնեսը հարգում է մարդու իրավունքները։ Այո, մեր տաղավարում է Էլադա Հակոբյանը, Հայաստանի Հանրապետության մի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ես նույնպես շնորհակալ եմ նախ հյուրընկալության համար եւ իսկապես շատ կարեւոր է, որ այսօր հենց այս ձևաչափով հանրային քննարկման առարկա ենք դարձնում մի թեմա, որը շատ կարեւոր տեղ է զբաղեցնում միջազգային իրավաքաղաքական օրակարգում, թեպետ դրա մասին Հայաստանում դեռևս համեմատաբար քիչ է խոսվում։ Գործարարության եւ մարդու իրավունքների մասին խոսելիս նախ կարող է պատկերացում լինել, որ դրանք բոլորովին առանձին ոլորտներ են, տարբեր ոլորտներ են, այնինչ դրանք իրականում սերտ փոխհարաբերության մեջ են գտնվում։ Բոլորս գիտենք, որ գործարարությունը կարևոր դեր ունի ինչպես տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, նորարարության խթանման, ներդրումների ներգրավման գործում, բայց ժամանակակից միջազգային մոտեցումները հստակ վկայում են այն մասին, որ բիզնեսի հաջողությունը գնահատվում է ոչ միայն դրա տնտեսական արդյունքով, այլ նաև այն հանգամանքով, թե որքանով է բիզնեսը հարգում մարդու իրավունքները իր գործունեության ընթացքում։ Խոսքը տվյալ դեպքում պատասխանատու գործարար միջավայր ձևավորելու մասին է։ Միջավայր, որտեղ հարգվում են աշխատողների իրավունքները, հարգվում են սպառողների իրավունքները, ապահովվում է իրավահավասար եւ խտրականությունից զերծ միջավայր, հաշվի են առնվում նաեւ շրջակա միջավայրի պահպանության պահանջները։ Հայաստանում այս հարցերը եւս գնալով ավելի արդիական են դառնում եւ այդ մասին է վկայում նաեւ Պաշտպանի հաստատությանը հասցեագրվող դիմում բողոքները, պաշտպանի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող մշտադիտարկումներն ու ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ գործարարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները Հայաստանում նույնպես բազմաշերտ են եւ ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ, եւ այդ առումով կարեւոր է շատ, որ պետությունը ապահովի այնպիսի միջավայր, որը կխրախուսի պատասխանատու գործարար գործելակերպը մի կողմից եւ մյուս կողմից գործարար համայնքը իր գործունեությունը կիրականացնի մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքի հիման վրա ու հենց այս գաղափարներն են արտացոլված, ինչպես նշեցիք, պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված գործարարություն եւ մարդու իրավունքներ ուղեցույցի հիմքում։ Ինչը պատճառ դարձավ, որ մենք առհասարակ անդրադարձանք այս թեմային եւ կարծես թե այս մշակույթը Հայաստանում նույնպես այդքան ակտուալ չէ եւ ուշադրության կենտրոնում նույնպես չէ։ Բայց վերջին շրջանում չէր, արդեն չէ, ճիշտ է, չէր ու բայց վերջին շրջանում արդեն հստակ մենք ունենք հետևողականություն։ Այո, ինչպես նշեցի, հա խնդիրներ Հայաստանում գործարարության եւ մարդու իրավունքների հետ կապված իսկապես բազմաշերտ են եւ ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։ Խնդիրները արձանագրվում են օրինակ աշխատանքային իրավունքների հետ կապված ոլորտներում, հանրային ծառայության գործունեության ազդեցությանը մարդու իրավունքների վրա, տնտեսական գործունեության ազդեցությանը շրջակա միջավայրի պահպանության եւ մարդու իրավունքների վրա, կանանց, երեխաների խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին, մասնավոր իրավունքի պաշտպանության հետ կապված հարցերին ու այս խնդիրները, որոնք որ արձանագրվում են, այդ խնդիրները ըստ էության պահանջում են դրանց նկատմամբ համակարգային մոտեցումներ ու այդ խնդիրների լուծման համար պետք է նախանշվեն, այսպես ասած, հստակ ուղիներ եւ այդ առումով հա մի աշխատակազմը մշակեց այս ուղեցույցը, որպեսզի նախ եւ առաջ բարձրացնի իրազեկվածություն այս թեմայի առնչությամբ եւ ներկայացնի առհասարակ ինչ է գործարարություն եւ մարդու իրավունքներ հայեցակարգը, ինչպես է գործարարություն ազդում մարդու իրավունքների վրա, ներկայացնի դրա հետ կապված միջազգային չափանիշները, փորձելով խթանել նաև դրանց կիրառմանը Հայաստանում։ Թե ինչ է գործարարություն ու մարդու իրավունքներ հայեցակարգը, հա, որ ավելի հստակ եւ հասկանալի լինի բոլորիս համար, բիզնես գործունեությունը, ինչպես դրական կողմերը հա նախանշեցինք, դրա հետ մեկտեղ ունի նաև ուղղակի կամ անուղղակի ազդեցություն մարդու իրավունքների վրա բացասական առումով։ Ու այդ խնդիրների հաղթահարման համար պետք է նախ եւ առաջ ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցներ, այսինքն պետք է այդ հետևանքային արձագանքումից անցումը դեպի ռազմավարական կանխարգելիչ միջոցառումներ եւ ռիսկերի պատշաճ ուսումնասիրություն պետք է դառնա մեր բոլորի, այդ թվում բոլոր շահագրգիռ կողմերի, պետության, գործարար համայնքի եւ մասնավոր հատվածի շահառուների հանձնառությունը պետք է դառնա։
Դա նշանակում է, որ պետք է այնպիսի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվեն բիզնեսի կողմից, որպեսզի արդեն գործարար գործունեության դեռևս վաղ փուլում կանխվեն մարդու իրավունքների հնարավոր խախտումները։ Եվ տվյալ դեպքում այդ կանխումների արձագանքման խախտումները վերացնելու արդյունավետ գործիքն ու գործիքակազմը միջազգային մոտեցումների համաձայն հանդիսանում է մարդու իրավունքների պատշաճ ուսումնասիրությունը։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, նախ ցանկանում եմ ներկայացնել առհասարակ այդ հիմնասյուները, որ ավելի պատկերավոր լինի բոլորիս համար։ Այս հայեցակարգի հիմքում ընկած են միավորված ազգերի կազմակերպության առաջնորդող սկզբունքները՝ գործարարություն եւ մարդու իրավունքներ, որը որ բաղկացած է 3 հիմնասյունից։ Առաջինը վերաբերվում է պետության մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորությանը, երկրորդը բիզնեսի մարդու իրավունքները հարգելու կորպորատիվ պատասխանատվությանը եւ արդեն երրորդը մարդու իրավունքները արդյունավետ պաշտպանելու միջոցների հասանելիության ապահովմանը։ Այսինքն այս սկզբունքներով սահմանվում են բոլոր դերակատարների պարտավորությունները այս ոլորտում։ Պետության դերակատարությունը այս ոլորտում վերաբերվում է մարդու իրավունքները պաշտպանելուն, ինչպես նշեցի, պատասխանատու գործարար միջավայր ապահովելուն, որ պետությունը պետք է համապատասխան օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների մշակման միջոցով արդեն իսկ ստեղծի այդ միջավայրը, որը կպարտավորեցնի ինչ որ առումով գործարար համայնքին առաջնորդվել այդ սկզբունքներով, այդ պատասխանատու իրավական կարգավորումներով։ Երկրորդ մակարդակը, որը որ վերաբերվում է արդեն բիզնեսի մարդու իրավունքները հարգելու պարտականությանը, դա ենթադրում է բիզնեսի կողմից արդեն իրավունքի պատշաճ ուսումնասիրություն։ Դա ընթացակարգ է, գործիք արդյունավետ, որի միջոցով բիզնեսը կարողանում է վաղ փուլում կանխել մարդու իրավունքների խախտումները, եւ այդ գործիքը պետք է բիզնեսը ներդնի իր ներքին ընթացակարգերում, որոշումների կայացման գործընթացում եւ ղեկավարվի դրանով։ Դա իրենից ներկայացնում է շարունակական գործընթաց, որի միջոցով բիզնեսը կանխարգելում, բացահայտում, գնահատում եւ մեղմում է իր գործունեության ազդեցությունը, հասցեագրում է իր գործունեության արդյունքում ազդեցությունը մարդու իրավունքների վրա եւ նաեւ հաշվետու է լինում շահագրգիռ կողմերին, թե ինչպես է կանխում մարդու իրավունքների նկատմամբ խախտումները, եւ դա այդ գործընթացը իրենից 4 փուլ է ներառում։ Առաջինը դա իր ազդեցության գնահատումն է, որտեղ որ գնահատվում է ռիսկերը, բացահայտում են, այսինքն ռիսկերի քարտեզագրում է իրականացվում այլ կերպ։ Երկրորդը վերաբերվում է արդյունքների ինտեգրմանը, երբ բացահայտված ռիսկերը ներառվում են իր ներքին ընթացակարգերում, օրինակ աշխատանքային պայմանագրեր են կնքվում ու այդտեղ նախանշվում է, թե ինչպես պետք է ապահովի աշխատանքի անվտանգ արժանապատիվ պայմանները, եւ դա պետք է պահպանվի հստակ բոլոր աշխատանքային պայմանագրերում, ինչպես տվյալ բիզնեսի կողմից, այնպես էլ մատակարարման շղթայի, այսինքն այնպիսի սուբյեկտի, որը որ գործարար կապերի մեջ է գտնվում տվյալ բիզնեսի հետ, հանդիսանում է իր մատակարարման շղթան, օրինակ կարող է լինել դուստր ձեռնարկություն Հայաստանում, այսինքն բիզնեսը արտերկրում է, բայց դա Հայաստանում ունի իր ներկայացուցիչը, նա նույնպես հետևողական է լինելու այդ դրա պահպանմանը Հայաստանի տարածաշրջանում։ Հետո արդեն արդյունքների գնահատումն է, որ պարբերաբար օրինակ տարին մեկ անգամ պետք է մշտադիտարկում անի, ինչը ենթադրում է օրինակ ազդակիր համայնքի կամ աշխատողների կամ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ, խորհրդակցություններ կամ աշխատողների շրջանում անանուն հարցումներ, դիմումների, բողոքների, որպեսզի պարզի, թե ինչպես այդ գործիքը արդյունավետորեն կիրառվում, եւ արդեն երրորդը հաշվետվողականությունը այն մասին, որ օրինակ պետք է տարվա մեջ մեկ անգամ հրապարակային զեկույց ներկայացնի եւ ցույց տա, թե տվյալ ընկերությունը ինչպես է արդյունավետորեն աշխատում այդ գործիքով, ինչպես են հարգվում մարդու իրավունքները, ինչպես են կանխվում մարդու իրավունքների հնարավոր խախտումները։ Ու այս համատեքստում կարևոր եմ համարում շատ նաև նշել, որ այսպես տպավորություն չլինի, թե ինչպես հավելյալ իրավական պարտավորություն ու պահանջ ներկայացվում բիզնեսին այդ առումով, շատ կարևոր է նշել, թե ինչ ազդեցություն դրական առումով կարող է ունենալ ինքը տվյալ գործարար սուբյեկտի համար, որ ինքը շահագրգիռ լինի հետևել տվյալ միջազգային ստանդարտին։ Ներկայումս միջազգային արդի բոլոր պահանջները, այդ թվում ֆինանսական ինստիտուտների կողմից, միջազգային խոշոր գործընկերությունների կողմից այդ ստանդարտները խստորեն պահպանվում են եւ իրենք ակնկալում են այն սուբյեկտի հետ, որի հետ որ ցանկանում են օրինակ գործարար կապեր հաստատել, ակնկալում են, որպեսզի տվյալ գործարար սուբյեկտը նույնպես համապատասխանի տվյալ պահանջներին, որ միջազգային գործընկերը օրինակ համոզված լինի, որ այդ ոլորտում չեն խախտվում աշխատողի իրավունքներ, չկա բացասական ազդեցություն
շրջակա միջավայրի վրա, չկա բացասական ազդեցություն սպառողի իրավունքի վրա, եւ դա նպաստում է նրան, որ բարձրանում է տվյալ գործարար սուբյեկտի մրցունակությունը, նաեւ միջազգային շուկա դուրս գալու հնարավորությունը, ներդրումների գրավչության տեսանկյունից է ավելի մրցունակ դառնում տվյալ սուբյեկտը, եւ բացի այդ, սա այսպես կամավորության, ոնց որ տեսանկյունից ենք անդադ ներկայացնում, բայց կարևոր է համարում նշել, որ Եվրոպական միությունը կարծես նոր իրավական դարաշրջան բացեց այս ուղղությամբ, երբ որ ասաց իր կորպորատիվ կայունության պատշաճ ուսումնասիրությամբ դիրեկտիվով, որ պետք է մարդու իրավունքները հարգելու պատասխանատվությունը կամավոր հանձնառությունից վերածվի իրավական պահանջի, ինչը ենթադրում է Դա երբ ասեց 2024 թվականին իր կողմից ընդունված դիրեկտիվով, եւ դա ենթադրում է, որ նախ ԵՄ անդամ բոլոր պետությունները միանշանակ հստակ գնալու են այդ ճանապարհով, որ դա իմպլեմենտացնեն իրենց ներքին իրավական ակտերում, դարձնելով պարտադիր պահանջ, բայց դա ազդելու է նաև մատակարարման շղթայում գտնվող այն երկրների վրա, որոնք որ նույնիսկ ԵՄ անդամ չեն, բայց գործարար կապերի մեջ են գտնվում տվյալ պետության հետ, այսինքն դա նաև անուղղակիորեն տարածվելու է մյուս պետությունների վրա, եւ ինչը ցույց է տալիս, որ աստիճանաբար ամբողջ աշխարհն է գնում այդ ճանապարհով եւ վաղ թե ուշ բոլոր պետություններն էլ ունենալու են եւ պետք է մշակեն ու ստանձնեն հանձնառություն մշակելու ազգային ռազմավարության ծրագիր տվյալ ոլորտին առնչվող։ Դա այն կարճ այն մասին, թե ինչու մենք գնացինք այդ ճանապարհով, ինչու որոշեցինք ուղեցույց հրապարակել եւ իրազեկում անել այդ առումով։ Եթե գանք պատճառահետևանքային կապերով, այսինքն պիտի լինեն որոշակի խախտումներ եւ դուք պիտի ինֆորմացիա ստանաք որոշակի խախտումներից, որ վերջապես համակարգը նաեւ ներդրվի Հայաստանում։ Ինչ խախտումների մասին է խոսքը, որովհետեւ վստահաբար մեր հեռուստադիտողը կարող է պատկերացում չկազմել, ինչ է նշանակում մարդու իրավունքների պաշտպանությունը բիզնեսում եւ որ պարագայում է համարվում, որ մարդու իրավունքները ոտնահարվել են բիզնեսում։ Մենք այդ խախտումներին բախվում ենք մեր ամենօրյա գործունեության ընթացքում, որը որ լինում է ինչպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող մշտադիտարկումների, ոլորտային հետազոտությունների, այդ թվում պաշտպանի հաստատությանը հասցեագրվող դիմումների եւ բողոքների ուսումնասիրությամբ ու հիմնական հարցերը, որոնք որ բարձրաձայնվում են նախ եւ առաջ դրանք վերաբերվում են աշխատանքային իրավունքի պաշտպանության հետ կապված հարցերին, մասնավորապես անվտանգ աշխատանքային պայմանների արժանապատիվ աշխատանքային պայմանների հավասար վարձատրությանը խտրականությունից զերծ միջավայրին, գործադուլի իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված հարցերին, վերջնահաշվարկի հետ կապված հարցերին, վերաբերում են նաև հանրային ծառայության ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ընկերությունների գործունեության ազդեցությանը մարդու իրավունքների վրա, որին որ վստահաբար առնչվում ենք բոլորս մեր ամենօրյա կյանքի ընթացքում, որը որ ազդում է անմիջապես մեր կյանքի որակի վրա, ուղիղ կերպով։ Վերաբերում է տնտեսական գործունեության ազդեցությանը շրջակա միջավայրի վրա, օրինակ հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ շինարարության ոլորտում, որին որ վստահաբար մենք դարձյալ ամեն օր առնչվում ենք մեր գործունեության ընթացքում կապված թույլատրելի աղմուկի բարձր մակարդակի, օդի աղտոտվածության հետ, թվայնացման դարաշրջանում շատ են լինում արդեն պայմանավորված արդի մարտահրավերներով, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի հետ կապված խնդիրներ, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրները, կանանց, երեխաների խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, նաև աշխատանքային միջավայրում, ներառական աշխատանքային, այսպես ասած, միջավայր ձևավորելու հետ կապված այն խնդիրներն են, որոնք որ հասցեագրվում են մեզ ամեն օր, եւ մենք դրանց մասին խոսում ենք մշտապես, իրականացում ենք այդ արդիվ համակարգային, այսպես ասած, աշխատանքը մեր տարբեր ուղղություններով ու դա ամփոփվում է մեր ամենամյա տարեկան հաղորդման մեջ, որտեղ ներկայացնում ենք եւ խնդիրը, հասցեագրում ենք խնդիրը պատշաճ կերպով եւ նաեւ ներկայացնում ենք դրա լուծման ուղղված արդյունավետ մոտեցումներ։ Սակայն սա այս բոլոր խնդիրները ենթադրում են դրանց նկատմամբ համակարգային մոտեցում, համակարգային հաղթարում, ինչպես որ նշեցի, հետևանքի արձանագրումից անցումը դեպի կանխարգելիչ միջոցների, որ մենք չխոսենք միայն իրավունքի խախտում, այս միջավայրում խախտվեցին աշխատողների համակարգային այս իրավունքները, որպեսզի մենք փորձենք վաղ փուլում կանխել այդ իրավունքները ու դրա հետ մեկտեղ օրինակ բիզնեսին զերծ պահել հավելյալ իրավական, ֆինանսական ռեսուրսների կորստից, ծախսերից, միգուցե դատական վեճերից ու դրանով պայմանավորված ծախսերից արդյունավետ գործիք է այս առումով հենց իրավունքի պատշաճ ուսումնասիրության գործիքը, որը հնարավորություն տա դեռևս վաղ փուլերում կանխարգելել այս խախտումները, ճիշտ հասցեագրել ազդեցությունը, որպեսզի իսկապես ապահովի բարենպաստ միջավայր եւ գործարարության համար եւ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։ Եվ քանի որ թեման էլ շատ ակտուալ թեմա է ու
այս նոր շրջանում, հա, մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել, վստահ եմ, որ մենք դեռ շատ ենք խոսելու այս ամեն ինչի մասին, մենք շատ առիթներ կստեղծենք, որպեսզի նորից հանդիպենք, միասին զրուցենք, ավաղ մեր ժամանակը շատ սուղ է։ Շատ շնորհակալություն ձեզ, կարևոր թեմայի մասին խոսելու, մեզ հետ կիսվելու, նաև մեր սիրելի ստուդիոների հետ, եւ ձեզ մաղթում ենք լավ օրվա շարունակություն։ Հուսամ, որ մենք դեռ նորից կհանդիպենք, որովհետեւ թեման նորից եմ կրկնում շատ ծավալուն է ու կարելի է անդադար դեռ այս ամեն ինչի մասին խոսել։